տեսակի խոցման միջոցներից, զորքերի և օբյեկտների պաշտպանվածության բարձրացման, ինչպես նաև ինժեներական զինամթերքով պայմանական հակառակորդին կորուստներ հասցնելու և նրա գործողությունները դժվարացնելու համար։ Այժմ հրապարակում են ժամանակակից հետախուզահարվածային 4 սոտանի գայլ ռոբոտային համակարգերը, որոնք տարբեր կլիմայական և բարդ ռելիեֆային պայմաններում Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի հետ ունակ են իրականացնելու տարբեր բարդության, հետախուզման, հայտնաբերման, թիրախի տարբերակման, կրակային աջակցման, ինչպես նաև զինամթերքի և այլ անհրաժեշտ միջոցների մարտի դաշտ հասցնելու խնդիրներ։ Համակարգն ունակ է նաև իրականացնել հայտնաբերված պայթուցիկ սարքերի կրակային եղանակով հեռահար ոչնչացում։ Համադրված է ցերեկային, գիշերային տեսանելիության, ինչպես նաև ջերմատեսիլ սարքերով, ունակ է իրականացնել թիրախի հայտնաբերում, տարբերակում և ուղեկցում։ Հաշվի առնելով ժամանակակից պատերազմների բնույթը և տարբեր հակամարտությունների ընթացքը, ներկայումս տարբեր պետությունների բանակներն անցնում են արհեստական բանականության բոժված և հեռակառավարվող ռոբոտացված միջոցների, որոնց կիրառումը մարտի բարդ պայմաններում զուգորդում կամ փոխարինում է զինվորին։ Ժամանակի հրամայականն է ունենալ ժամանակակից, ճշգրիտ խոցման, հեռահար, հեռակառավարվող համապատասխան սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զինված ուժերի զարգացման տեսլականի, վերջին տարիներին զգալի քայլեր են կատարվել բանակի զինանոց նարդի տեխնոլոգիաներով և սպառազինությամբ համալրելու ուղղությամբ։ Սակրավորներ պաշտպանիչ համազգեստով։ Ինժեներասակրավորային ստորաբաժանումներն իրենց ուրույն տեղն ու դերն ունեն զինված ուժերի կառուցվածքում։ Գործնականում բազմիցս իրականացրել են առաջադրված ինժեներական ապահովման առավելագույն բարդ խնդիրներ։ Զինված ուժերի ստեղծման պահից ի վեր սակրավորային ստորաբաժանումներն իրենց ներդրումն են ունեցել բարդ կլիմայական և ռելիեֆային պայմաններում զորքերի կենսունակության ապահովման, պաշտպանվածության բարձրացման, ռազմական ճանապարհների կառուցման ժամանակ տեղանքի հետախուզման, պայթեցման աշխատանքների կատարման գործում։ Հաստատված խաղաղության պայմաններում սակրավորները շարունակում են իրականացնել տարատեսակ տեղանքների ականազերծման, պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ։ Սակրավորները հանդերձավորված են պաշտպանիչ համազգեստով, որը նախատեսված է ականազերծման, ինչպես նաև պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներ իրականացնելիս սակրավորին պաշտպանելու համար։ Հանրապետության հրապարակ են մուտք գործում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերը, զորքերի պետ, գնդապետ Գևորգ Համբարյանի գլխավորությամբ։ Ձեր առջև մառախուղ համալիրն է, որը նախատեսված է տարբեր տեսակի օդային թիրախների հայտնաբերման և դրանց կողմից օգտագործվող արբանյակային տեղորոշման համակարգերի ընդունիչների ճնշման համար։ Այն բաղկացած է համալիրի ղեկավարման կետից, ռադիոլոկացիոն հետախուզության և ռադիոճնշման կայաններից։ Օդային թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայանը նախատեսված է ցածր բարձրության օդային թիրախների, այդ թվում անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների ավտոմատ հայտնաբերման և օդային իրադրության արտացոլման համար։ Համալիրի կայանների հատուկ մասերը տեղադրված են բարձր անցանելիության լիաքարշ տրանսպորտային միջոցների վրա, որոնք հնարավորություն են տալիս այն կիրառել բարդ աշխարհագրական պայմաններում։ Դրանք սարքավորված են նաև օպերատորների աշխատատեղերով, էլեկտրասպուսման և մոթորակման համակարգերով։ Մառախուղ համալիրը կարելի է կիրառել ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ տարբեր զորքերի հետ խնդիրներ կատարելիս։
Հաջորդը Սարդ Համալիրն է։ Նախատեսված է պայմանական հակառակորդի մարտավարական օղակի ղեկավարման համակարգերում գործող ռադիոկապերի ճնշման համար։ Համալիրը բաղկացած է ավտոմատացված ղեկավարման կետից և տարբեր հաճախականային տիրույթներում գործող ռադիոկապերի ճնշման կայաններից։ Այն հնարավորություն է տալիս իրական ժամանակում գնահատել ռադիոէլեկտրոնային իրադրությունը և նպատակային խանգարումներ իրականացնել ընտրված կապուղիներում։ Պայմանավորված առաջադրված խնդրի ծավալով և իրադրության պայմաններով համալիրը հնարավոր է կիրառել ինչպես ամբողջ կազմով, այնպես էլ առանձին կայաններով տարբեր ուղղություններում։ Ժամանակակից պատերազմներում և զինված հակամարտություններում դժվար է տեղագնահատել ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի նշանակությունը։ Ներկայացված միջոցների ձեռքբերումն էլ ավելի է մեծացնում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի հնարավորությունները ուղղված պայմանական հակառակորդի տարբեր օղակներում ղեկավարումը կազմակերպելուն, հետախուզություն վարելու և ճշգրիտ սպառազինության կիրառման արդյունավետությունը նվազեցնելու։ Հրապարակում է հատուկ նշանակության ուժերի մեքենայացված ստորաբաժանման շարասյունը մարտական ծառայության մեդալակիր գնդապետ Պողոս Պետրոսյանի ղեկավարությամբ։ Հատուկ նշանակության ուժերը կազմավորվել են 2024 թվականին։ Հատուկ նշանակության ուժերը զինված ուժերի հատուկ կազմավորված, հանդերձավորված, սպառազինված և պատրաստված կառուցվածքային միավոր է, նախատեսված բոլոր կիրառելի մեթոդներով բարդ և վտանգավոր միջավայրում խնդիրներ կատարելու համար։ Հատուկ նշանակության ուժերը համալրվել են տատա տեսակի թեթև, արագաշարժ, բարձր անցողունակությամբ ավտոտեխնիկաներով, սպառազինված 7.62 մմ տրամաչափի MMG տեսակի գնդացիրներով։ Ավտոմեքենան նախատեսված է հանկարծակի ծագած խնդիրներին արագ արձագանքելու և հատուկ նշանակության ուժերի զինծառայողներին օպերատիվ կերպով խնդիրների կատարման շրջան դուրս բերելու և անձնակազմին ընթացքից կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Զինված ուժերի արդիականացման շրջանակում բարձրացվել են նաև հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների կրակային և զորաշարժային հնարավորությունները, ինչպես նաև ապահովվել է անձնակազմի կենսունակությունը և պաշտպանվածությունը։ Մեքենայացված շարասյունը շարունակում է Բաստիոն տեսակի զրահամեքենան, որը թեթև զրահապատ մեքենաների նոր սերնդի ներկայացուցիչ է։ Այն սպառազինված է աշխարհում առաջատար համարվող 12.7 մմ խոշոր տրամաչափի M2 տեսակի գնդացիրներով։ Զրահամեքենան կահավորված է նաև ներսից կրակ վարելու համար նախատեսված սողանցքերով։ Բաստիոն զրահամեքենան իր զորաշարժ